Տաքացրած ջուրը, հա։ Մի քիչ փակ։ Քանի աստիճան պիտի լինի ջուրը։ 70-ից 75։ Ու ավելա լինում, բանա լինում, հա, հատուկ ջերմաստիճանով եք անում, որ ավել լինում է միսը խաշվում է, հա։ Փախավ։ Օй, օդից բռնեցիր։ Դա մոռացա։ Հավի մսից համով, հա, լորի միսը։ Հա, իհարկե։ Մեջտեղից կիսեցի, լվացի բոլորը։ Մոտավոր սենց էր, տեղավորվեց։ Մի հատ փոքենք տեսնենք ոնց է եփվել։ Իրանք լոր են պահում։ Հիմա պետք է մորթեն, մաքրեն, հատուկ տեխնոլոգիա ունեն։ Գնանք մյուս պրոցեսը նայենք։ Ես էլ իրանց ձուերը հատուկ թեք բան են սարքել, որ երբ որ ընդեղից ածում են, թեքության վրա է։ Գլորվելով ձուերը գալի հավաքվում են ստեղ։ Ես իրանց ջրի ամաններն, հա։ Ասում է իրանք գիտեն, որ պետք է կան խփեն սրան, այսինքն կտուցով խփում են սրան, ջուր ասում, ոյ, մատս կծեց։ Նայ, ոնց է խմում։ Այս իրանց տեխնոլոգիան է մաքրելու համար։ Տեսնենք ինչ ձևով է մաքրելու։ Հիմա այս ամանը լվացում է արվում։ Ես առաջի անգամ եմ սենց բան տեսնում, Գևորգ։ Սենց որ պրոցեսը ոնց է արվում, ամեն ինչը լորի հետ կապված։ Հա։ Հա, հեշտ էլ բռնեցիր, ես ասի էլ չես բռնի դրան։ Իսկ երբ որ արդեն բմբուլները հանում ես, իրանց մաշկի գույնով զգացվում է, որ նա սևը, որը սպիտակը, թե արդեն սաղ նույն գույնն է։ Փախավ։ Օй, օդից բռնեցիր։ Դա մոռացա։ Ովքեր խղճից թույլ են, խորհուրդ ենք տալիս չդիտել այս շարունակությունը։ Նայենք պետք է իշխանվեն։ Ինչքան պետք է մնա որ արվում դուրս գա։ 5 րոպե։ Քիչ, 2 րոպե։ Չէ, չի ծամի էլի։
տաքացրած ջուրը, հա։ Մի քիչ փակ։ Քանի աստիճան պիտի լինի ջուրը։ 71, 70-ից 75։ Ու ավելա լինում, բանա լինում, հա, հատուկ ջերմաստիճանով եք անում, որ Ավել լինում է միսը խաշվում է, հա, սկսում եմ միանգամից հա, որ փափկի հետո հեշտ փետուրները դուրս գան։ 10 չեմ մի քիչ շատ որ հաշտվում եմ։ Դու արխային շատ թող, ոչինչ։ Շատ մնան է, Չեմ մաշկը որ փակում է, կլեպում, կլպվում, կրպվում է այդ վերաշիպածի լինի, ինչ թվում է լավ է։ Ոչ մի քանի փետուր որ մնաց երկու կհանի։ Ինչ-որ դա։ Իջերով կդրանից առաջ չէ։ Շատ բան է։ Ոչինչ։ Вообще Ես իրանք էփելուց առաջ իրանք կարաս կդես, կարաս հիմա կարամ հիմա կդրեմ նոր տամ, իրանք չորանում են, հա։ Հա, դրի։ Este կմաքսել դեպի։ Հանեսա։ Այն մեկը թող մի հատ ֆրային չմաքրում է բաց։ Շանս մաքրում։ Հատուկ կթալը։ Հետորները դու հան։ Կդրում հանում է, հա, մեջից։ Գթալը հատուկ։ Ինչ հետարքիր գթալը։ Դավիթի գլուխ գործածն է։ Հա, ինքնահորին է։ Այս բաներն է կդրես Դավիթ։ Այսինքն կդրի հան թելերը։ Ես պետք է խանձեն թերնի չունենք։ Մազերը փոքր մազեր ալնում բերեն, որ ձեռով կարաս հանես, որ վերաշիպած լինի։ Կդրեմ։ Հա, դրանք հա։ Դուխովկա դնելու համար ես պետք է իրան կիսեմ էլի մեջտեղից։ Այսինքն բացում ես, նա ջարդում ես, որ ինքը բացվի։ Կարաս սենց դնես մեջը ինչ-որ բան դեց։ Ինչ ահռելի պոպոկի ծառը։ Շատ ճոխ է։
բարակ մաշկունիկ։ Կրակը պահում ես վառվում ավրած։ Ոչինչ խորովածի համը հոտ կկպնի։ Գևոր ջան, իսկ դու անձամբ օգտվում ես լորի միս։ Շատ եմ սիրում։ Ինչ ձևով եք սարքում։ Տարբեր։ Խորոված, դուխովկա, Հիմնականում Հեսա- խորոված։ մյուս անգամ որ գասին հյուր, երևի արդեն կունենամ այդ զակազ եմ ուզում տամ կապտի տանելու համար մեքենա, կապ չունի լորը շատ համով է։ Ծխի Հավի մսից համով է լորի միսը։ Իհարկե։ Մարդիկ կան, որ իրականում գժվում են լորի մսի համար ու շատ հեռու տեղերից գալիս են հատուկ լորի մս վերցնելու, առնելու։ Դու էլ ոնց որ սիրելով ես, հա, անում ես գործը, հա։ Իհարկե։ Դուրդ գալիս է։ Համ սիրում ես միսը, Հա, սիրում ես լորին Հետո- ուտել, պահելն ես սիրում։ պահելն ես բնականաբար սիրում, որովհետև շատ քիչ մարդիկ կան, շատ քիչ ֆերմաներ կան, որ լորով են զբաղվում Հայաստանում։ Ու լորի միս գտնելը այդքան էլ հեշտ չի։ Մանավանդ մեր Կոտայքի մարզում։ Այսօր Այս մասը տանենք համտեսենք։ այս մեկը շատ չի դուրս գալիս։ Ես տարբեր- ջարդվել է։ Ոչինչ։ Տարբեր թռչունների միս կերել եմ։ Լորի միս չեմ հիշում, երևի չեմ կերել կամ շատ շուտ։ Որ Դաժե կերած համը- մեր հաստատ կհիշես։ Դաժե համը չեմ հիշում, եթե դաժե շատ շուտ կերել եմ, կարող մի 20-30 տարի առաջ։ Նա փորձենք, տեսնենք ոնց է լինելու։ Ասես դնենք, հեսա հենենք վերել մի հատ համակ վերցնենք։ Եթե կսխմվի տեղավորվի, դի, էլի։ Չի սխմել ճզմել իրան։ Արդեն բերել եմ իմ մոտ։ Հիմա պետքա աղ ու բիբար անեմ, որից հետո կպահեմ սառնարանում մի քանի ժամ, որ համերը խառնվեն։ Այս անգամ որոշեցի դուխովկա դնեմ։ Տեսնենք ոնց կլինի, թեև Գևորգը խորհուրդ տվեց խորոված անել, ասեց խորոված ավելի համով է։ Հաջորդ անգամն էլ խորոված կանենք։ Մեջտեղից կիսեցի, լվացի բոլորը։ Հիմա արդեն ուզում եմ համեմունք դնեմ, բայց փոշմանել եմ։ Մենակ դնելու եմ աղ։ Զուտ որ այս անգամ առանձին իր առաջի անգամն է համը զգամ։ Տեսնենք ինչ համի է, հետո արդեն համեմունքներ կանենք հաջորդներին խորովածի բանի համար։ Այս պահին մենակ ուզում եմ աղ դնեմ։ Մի հոգին երկու հատ ինձ թվում է կուտի ու հերիք կլինի։ Հիմա անենք աղը թեթևակի։ Սովորաբար խոշոր աղ եմ դնում, բայց խոշոր աղս վերջացել է, խոշոր աղով ավելի համով է լինում։ Էն էլ սիրտնա, քյարաջիկը, εμիսը չեմ ասի ինչն է, պետք է հələ ճշտեմ տեսնեմ կարելի է ուտել։ Վաշե գիտեմ, որ կենդանիներ կա, որոնց այդ մասերը ուտելու է, բայց լորինը չգիտեմ, դե տրամաբանական է ուտելու կլինի, բայց մի հատ կճշտեմ նոր։ Եթե ունեք առաջարկներ սրա հետ կապված, կարող եք գրել կոմենտարիաներում կամ գրել կարելի է ուտել թե ոչ։ Դուք ոնց եք սարքում։
Քարաջիկներն են մեջտեղից կիսում։ Նայեք, կիսած է արդեն։ Թեև Գևորգը ասեց, որ իրանք այս քարաջիկները չեն օգտագործում, բայց եթե հավինը ուտում են, սրանն էլ ինչի պետք է չուտեն։ Պարզապես փոքր է, երևի դրա համար հավես չեն անում այդքանը մաքրեն, շատ հեշտ է, մեջտեղից կիսում ես, այս կաշվի նման բան կա մեջը, հավի քարաջիկի նման, բացում ես, պոկվում է, քաշում ես, դուրս է գալիս այս շերտը։ Ու տակը մնում է մաքուր միսը։ Անեցի ոնց որ թե։ Եվ ես ամեն ինչ սիրում եմ անձամբ փորձել, տեսնեմ ինչ համի է, ինչ է։ Դրա համար պնդեցի, որ իմ լորերի քարաջիկները, սիրտը եւ մնացած մատերիալները անպայման տա ինձ։ Իսկ այս քարաջիկի մեջ, որ տեսնում եք դեղին, դա չմարսված, դեռ նոր կերած կուկուրուզնա, իրանց կերն է հատուկ, որը դեռ չի մարսվել։ Հենց որ արխային կարող եք մաքրել, լվանալ եւ օգտագործել, խոսքս քարաջիկի մասին է իհարկե։ Զզվելու բան չկա, էլի նկատի ունեմ, էսի մաքուր կեր է։ Քարաջիկի մեջի կաշին հանեցի, այն դեղինները։ Հիմա սրտերը մեջտեղից կիսեցի, որ դնեմ ջուր, արյունը դուրս տա։ Ու շուտով պետք է աղանեմ սա էլ։ Вообще լորը դելիկատես է, իսկ սա կրկնակի դելիկատես։ Մի թեթև աղանենք եւ ուղարկենք սառնարան։ Հիմա հասավ պահը, որ լորիկներին ուղարկենք դուխովկա։ Արդեն կիսած է մեջտեղից։ Երևի սենց տնենք, որ պապը չկտնի ավելի շուտ։ Սրա մեջ են պահերն է, որ դրա մասին շատ չենք խոսում, բայց ասեմ, թե ոնց ենք անելու։ Մի թեթև խաշվելու է, այսի փորձնական էլի, առաջի անգամ եմ սարքում։ Մի թեթև էսի խաշվելու է, հետո երևի մի քիչ կարակ տնենք, տապակվի, տեսնենք ոնց կլինի համը։ Էսի գնաց գազին։ Այս երկու հատը ոնց ենք տեղավորում։ Մեղանենք, տեղանենք։ Մոտավոր սենց երևի, տեղավորվեց։ Լավ է։ Ես թողվել այսքան ավելացավ, որ չի։ Եվ որպիսի չչորանա, սոճնիությունը պահպանի, մենք սովորաբար կապ չունի ինչ ենք դնում, հավ, խոզ, ես երկրորդ ժարովնին շուր ենք տալիս վրայից ու սրանով ինքը համ խաշվում է, համ դեղնվում է, սիրուն լինում է։ Ու ինչպես նկատեցիք, ձետ չեմ դրել տակը, որտեղ խորհուրդ տվեցին, ասեցին իրանով արեք, որ ավելի համով լինի։ Այս անգամ առանց ուրիշ համեմունքների մենակ աղ եմ դրել, հաջորդ անգամ կփորձենք ուրիշ տարբերակներով։ Համ դուխովկա դնել, համ խորոված եւ այլն։ Ու ձեզ կպատմենք մեր տպավորությունները։ Գնաց դուխովկա։ Շուտով դուխովկայից կհանենք։ Անցավ 20 րոպե։ Մի հատ բացենք, տեսնենք ոնց է վիճակը։ Երևի հələ էլի կարիք կլինի, բայց տեսնենք մի հատ։ Ահագին յուղ է դուրս տվել, չէի պատկերացնի, որ այսքան յուղոտ է։ Յուղոտ թրջուն է, կարիք չկար ընդհանրապես ձետ տնելու, համը կփոխվեր։ Հələ մի 10 րոպե էլ երևի պետք կլինի։ Անցավ եւս 10 րոպե։ Տեսնենք ինչ կատարվեց այստեղ։
Իսկականն է երևի թե դեղնվել արդեն միսիկները։ Սա հենց ավելին արդեն կչորանա, կվառվի, սոչինությունը կկորցնի։ Դրել ենք բանի թուղթ, չվառվող թուղթ, որ չկպնի ավելի հեշտ պոկվի, հələ փորձեմ պոկեմ։ Բավշի չի կպել։ Շատ հեշտ պոկվում է։ Ընտիր է։ Ես պատկերացնում եմ, եթե հացը թաթախենք սրա յուղի մեջ ինչ համով կլինի։ Մի հատ պոկենք, տեսնենք ոնց է եփվել, որ որոշենք մի քիչ էլ եփվի, թե հերիք է վառում։ Որը ինչ շպինդ է միսը։ Օպ։ Պահ։ Լավն է։ Կարելի է մի 5 րոպե էլ եփվի ու վсё, ավել չէ։ Տեսնենք, հիմա ավելի սիրուն է, երևի վсё։ 40 րոպե լրիվ հերիք եղավ։ Դե ինչ, բարի ախորժակ։